Ուրեմն մյուս հրահանգը power clip-ն է, որը շատ հետաքրքիր հրահանգ է։ Մենք կարող ունենանք որևէ շրջանակ ու նկարը վերցնելով, մտնելով power clip, place inside frame, տեղավորել շրջանակի մեջ։ Շատ հետաքրքիր բան է սա եւ շատ է կիրառվում։ Իսկ շրջանագիծը դուք կարող եք հանել։ Այս շրջանակը ցանկացած կերպ կարող լինի, նույնիսկ կարող լինի իր դեմքի ուրվագծերի նման, օրինակի համար, եթե մենք գցենք շրջանագիծ, օրինակ, եկեք սևացնենք, որ տնենք, ավելի լավ, օրինակ ես ուզում եմ, ասենք թե, օգտագործեմ հենց այսքանը շրջանակի մեջ Եվ հիմա տեղավորենք շրջանակի մեջ, խնդրում։ Շատ հետաքրքիր բան է ու շատ է օգտագործվում, այնպես որ կարող եք մի քիչ ավելի շատ զբաղվել սրանով, ձեզ պետք է հաստատ լավ հիշեք դրա տեղը։ Սիմվոլներ, երբ որ դուք ուզենաք նոր սիմվոլ ինչ-որ կցել, այսինքն մի քիչ ավելի շատ հնացած է, եթե կարելի է ասենց ասել, ճիշտ ասած սիմվոլները նույնիսկ կարելի է տարատեսակներով արդեն անել։ Օրինակի համար, եթե մենք հավաքում ենք ինչ-որ տեքստ, կարևոր չի ինչ տեքստ ու սիմվոլների տեքստը հիմնականում լինում է Windings տարատեսակով, Webdings տարատեսակով ու եւ այլն, դուք կարող այդ տարատեսակները ներբեռնեք, ունենաք, օգտագործեք նույն ձևի, ոնց որ դուք կուզեք։ Սրանք են սիմվոլները։ Align and distribute արդեն բացատրել եմ, եթե չեմ սխալվում, իսկ եթե չէ, խնդրեմ, եթե չեք նայել, կարճ բացատրեմ, մի օբյեկտան մյուս օբյեկտների նկատմամբ կամ օբյեկտի նկատմամբ կարելի է հավասարություն
ձևավորել ինչ կարգով, տեսեք, ստեղ արդեն ակտիվանում է align left աջ L, align right R, top T, align bottom B, center horizontally և center vertically, center to page, այս բոլորը գրեք ձեր մոտ տետրի մեջ, որպեսզի շատ լավ հիշեք, ձեզ շատ պետք է գա, շատ, տեսեք ինչքան հեշտ է ինքը աշխատում, երբ որ դուք գիտեք իրա կոմբինացիան, ասենք ձախով, left և վերևով, top, կենտրոնով, հորիզոնական C և վերտիկալ E, տեսեք ինչքան հեշտ է աշխատում, օրդերը շատ էլի պետքական բան է, սա հենց շերտերն է, որ ես ձեզ բացատրում եմ, որը ուզում էի բացատրել, տեսեք շերտերը օրինակի համար ունենք մի քանի շերտ, 3 շերտ կամ նույնիսկ 4 շերտ, որ պետք է տեղաշարժել վերև ներքել։ Ուրեմն ինչ ենք անում ենք, մտնում ենք այդ բաժնում կամ նույնիսկ կարող եք իրանց անգիր անել, սրանք նույնպես գրեք խնդրում եմ, որպեսզի շատ լավ էլի հիշեք, ձեզ էլի շատ է պետք գալու, shift page up, shift page down, կամ control page up, control page down, control home, control end, ինչ են անում, եկեք պարզենք, shift page up, վերում եմ մի քանի շերտ դեպի վերև, ամենա վերևի շերտը, shift page down, ամենա ներքևի շերտը, տեսեք ինքը նույնիսկ այդ վագրիկից ներքև է, control page up, հատ ասեմ շերտերը վերում է վերև, որ տեսեք, արդեն հայտնում է վերջին վերևի շերտը, կամ նույն ձև control page down, տեսեք հերթով էլի արձանում իջնում է, shift home և control home կամ control end էլի ամբողջովին վերև կամ ամբողջովին ներքև։ Առաջարկում եմ ձեզ շատ օգտագործել այս հրահանգները, որպեսզի դուք ավելի լավ վարժվեք։ Անցնենք առաջ group, այսինքն մենք կարող ենք ունենալ որևէ օբյեկտների գրուպա, մեկ, ասենք թե 2, control G, գրուպա, տեսեք, գրուպա, control G կամ control U անգրուպ, երկրորդը control G և 1, 2, 3 հատ գրուպա ունեցանք, և վերևում ակտիվանում է այս դեպքում երկու սեղմակ, որ անգրուպ օբյեկտ կամ անգրուպ all օբյեկտ բաժանել օբյեկտները, մենք հիշում եք երկու հատ գրուպա ունենք, ես հիմա երկու հատ գրուպան բաժանեցի և էլի նշեմ ամբողջ գրուպան և բաժանել ամբողջը ու ընտրեմ հատ կարանք ունենանք մեր ձեռքի տակ։
break apart, սա ինչ է, ուրեմն հիմնականում օրինակ եթե մենք ունենք text կարևոր չի հիմա ինչ են գրում այնքանավոր մի բան գրենք տեսնենք ինչա լինի ուրեմն control K էր հրամանը սա բաժանեց տողերի մեջ և տողերը կբաժանի տեքստային պարբերությունների մեջ, տեքստային բառերի մեջ։ Մենք բաժանեցինք իրան 4 մասի։ Ctrl Z անենք և հետ բերենք ամբողջը։ Հիմնականում այդ գործողությունն անում convert to course, Ctrl Q, սա էլ պետք է բացատրած լինեմ, ուրեմն մի համակարգչից մյուս համակարգիչ տեղափոխելու համար հատկապես տպարաններում օգտագործվում է Ctrl Q, տարբերակը կոտրել տեքստը, որ մյուս համակարգչում, քանի որ կարող է ձեր օգտագործած տառը տեսակը չլինի։ Դրա համար անում ենք Ctrl Q և տանում ավելի մատչելի տարբերակ, որը որ հենց դա է։ Եվ ինչ ունենք, մի հատ էլ գործիք ունենք ընդեղ, որը որ հեսա կբացատրեմ ուրեմն տեսեք, եթե ես ունեմ օրինակի համար բավականին հաստ գիծ սա ավելի հաստ ու ինչ եմ ուզում ես ուզում եմ ես հաստ գծերը բոլոր կողմերից օրինակ ենթադրենք լազերով կտրել ու ինչ եմ անում տեսեք եթե ես սենց տամ կտրման ինքը կկտրի հետևյալ կերպ այսենց ոնց որ դուք տեսնում եք բայց եթե ես օգտագործեմ նորմալ եկեք դարձնենք օգտագործեմ հրահանգ Ctrl Shift Q հրահանգը տեսեք արդեն փոխվեց մյուսի նկատմամբ էլ օգտագործենք սա էլ փոխվեց սա արդեն մեր լազերը կտեսնի հենց այնպես ոնց որ մենք ուզում ենք Երևակայի այսքան է այս դասին, մյուս հրահանգները եկեք պատմեմ հաջորդիվ, որպեսզի ձեզ շատ ցանրաբեռնեմ։ Օգտագործեք այս հրահանգները, առայժմ այսքան է։